Սահմանի իրավիճակի հետ կապված մի երկու հարց ես, եթե կարելի է։ Երեկ մամուլում տեղեկություն եղավ, որ Երևան ու Բաքուն այդ հրադադարի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ Հրադադար ռեժիմի խախտման հետ կապված ես կխնդրեի մանրամասնեք ինչ տեղեկությունների մասին է խոսքը։ Բաքուն ընդունում է, որ հայկական կողմը իսկապես չի խախտում հրադադար, այսինքն համոզիչ փաստեր ներկայացվել են, ինչ քննարկումներ են այս առումով Բաքվի հետ։ Բաքվի կողմից փոխանցված ավելի շուտ այսպես էր։ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Իսկ երբ որ Ադրբեջանն է հայտարարում դրա մասին եւ կներեք Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն է խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։ Իսկ Ադրբեջանը մեզ ինչ տվյալներ է փոխանցել, ասցիք պարոն Գրիգորյան, փոխանցել է, ես ուղղակի չհասկացա։ Իրենց կողմից ըստ իրենց խախտումների վերաբերյալ եւ մենք հետաքննություն ենք կատարել դրանց մասին։ Եվ ինչ է պարզվել։ Եվ պարզվել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն։ Պարոն Գրիգորյան, ո՞րն է այսօրվա ձեր ուղերձը տոնի հետ կապված։ Ինչ առումով։ Մայիսյան ձեր ասած միատոնի, արդեն երաթոն չի դες համար։ Ո՞րն է ձեր ուղերձը այս միատոնի։ Միատոնի ինչ առումով։ Դե ձեզ համար այսօր ինչ տոն է։ Դուք եկել եք այստեղ, որ ինչ անեք։ Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու համար։ Նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ շուրջին ազատագրածների համար։ Հիմա էլ չեք գալիս։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Բայց ինչու չեք հայտարարում այդ մասին, ինչ որ կաշկանդում կա, որ հիշեք թե։ Չէ, կաշկանդում չկա, դուք ասում եք տոնն ու հիշելը տարբեր բաներ են։ Չէ։ Շուշի ազատագրումը տոն չի։ Չէ, դուք ասում եք եռատոն է։ Եռատոնի մասով եք ասում, եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են։ Պարոն Գրիգորյան, վարչապետը այժմ Ռուսաստանում է, երկկողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված է թե ոչ, եւ այս օրերին շատ խոսվում է Հայաստանում ինչ որ հիբրիդային պատերազմների մասին, ակնարկվում է նաեւ, որ դրանք հեղինակվում են ռուսական կողմից, որքանով են լուրջ այդ գործողությունները եւ արդյոք Փաշինյանը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Հիբրիդային պատերազմը չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին եւի խոսում է 2018 թվականից։ Երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ մամուլի ծառայությունը եւ վարչապետի եւ Կրեմլի դրա մասին կխոսեն։ Իսկ պատրաստվում է այդ հիբրիդային պատերազմների մասին խոսել վարչապետը։ Օրակարգային բոլոր հարցերը կքննարկեն եւ ինչ նպատակահարմար կգտնեն, հրապարակային կներկայացնեն։ Եվ Պարոն Գրիգորյան, զուտ օրվա հետ կապված 80 տարի առաջվա տեղի ունեցած իրադարձությունները ձեր կարծիքով այսօր ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ։ Կդժվարանամ ասել ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ։ Ինչ առումով ինչպես են ընկալում։ 45 թվականի հաղթանակը, չգիտեմ, այդ բանը հիշողությունը ինչպիսին է այսօր, ինչ ընկալում ունի։ Դժվարանում եմ հասկանալ հարցը, եթե ավելի կոնկրետացնեք, ինչ տեսակի հիշողություն։ Որովհետև հայերը, տեսեք, երբ խոսքը գնում նրա մասին, որ ինչու է, օրինակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետը մասնակցում այսօր Մոսկվայում տեղի ունեցող իրադարձություններին, ասում է, որ 300,000 զոհ են կրվել, Հայաստանը, հայությունը եւ դրա համար այս ուրեմն հաղթանակը, այս տոնը շատ կարեւոր է նաեւ մեզ համար։ Այդ կոնտեքստում եմ ուզում ասեք ձեր կարծիքը։ Բնականաբար հայ ժողովուրդը, որ մեծ ներդրում է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի ֆաշիզմի դեմ պայքարում, բնականաբար մեծ կարևորություն ունի եւ համոզված եմ եւ հանրության համար եւ մեզ համար եւ բոլորիս համար։ Եվ ավարտել ենք։ Պարոն Գրիգորյան, Ռուսաստանից անընդհատ առաջարկ է հնչում, որ խաղաղության համաձայնագիրը, քանի որ չի հաջողվում կնքվել, իրենք կարող են միջնորդի դեր ստանձնել։ Հնարավոր է առաջարկ ընդունել։ Իրենք միջնորդի դեր պայթյունեցել են։
չեն ունեցել, ռուսները Ռուսաստանի Դաշնությունի միջնորդի դեր ունեցել են, երկարաժամանակ ունեցել են։ Հիմա անցյալով ինչու եք ասում, այլևս իրենց հայկական կողմը չի դիտարկի որպես Չէ, այս պահին պարզապես բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ։ Դրա մասին եւ Երևանն է խոսել եւ Բաքուն։ Վերջին շրջանում հնարավոր առաջարկում։ Ինչի նկատի ունեք արդյունավետ չէ։ Եթե համաձայնագիրը չի կնքվում, բայց համաձայնագրի տեքստը ամբողջովին համաձայնեցված է։ Եկեք արձանագրենք, որ համաձայնագրի տեքստի վերջնական փուլում առնվազն վերջնական ինտենսիվ փուլում, երբ որ տեքստներ համաձայնեցվում, երկկողմ էր բանակցությունները ընթանում։ Եվ վերջին հարցը Պարոն Գրիգորյան, ապա շրջափակման հետ կապված Երևանը ցանկանում առաջարկը ընդունել։ Ինչ առաջարկ ընդունենք։ Այդ որ իրենք միջնորդ լինեն։ Միգուցե այդ դեպքում համաձայնագիրը կնքվի։ Նախ Հայաստանը միայնակ չէ այս բանակցություններում։ Ի նկատի ունեմ խաղաղության համաձայնագիրը Երևանի եւ Բաքվի միջեւ, դրա համաձայնությունը եւս Բաքուն եւս պետք է տա, եւ ընդհանուր առմամբ, քանի որ վերջին շրջանում բանակցությունների հիմնականում երկկողմ են ընթանում եւ մենք տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել։ Առաջարկներին պատասխան Եկեք մի հատ նորից ասեք։ Թուրքիան ներգրավվածություն ունի այս բանակցություններում եւ միայնակ դե մենք տեսնում ենք հայտարարությունների տեսքով, որ նույնիսկ պահանջներ են ներկայացնում։ Իսկ Թուրքիանում կողմից է։ Ադրբեջանը։ Իսկ Ռուսաստանում կողմից է լինելու։ Այդ հարցի պատասխանը երբ որ ունենաք, այդ հարցը կքննարկենք վերջին հարցը։ Ապա շրջափակման մասով Երևանի առաջարկներին արձագանք կա, պարոն Գրիգորյան, գրավոր առաջարկներին։ Դեռևս հստակ արձագանք չկա։ Եվ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ինչի շուրջ են այս պահին Բաքվի հետ։ Բանակցությունները ստորագրման շուրջ են, քանի որ տեքստը այլևս վերջնականացված է եւ մենք պետք է բանակցենք ստորագրման տեղի եւ ժամի վերաբերյալ հիմնական բանակցությունները սրա մասին են։ Շնորհակալություն։